Եթե ով որ ունի նրան պիտի տրվի, իսկ նրանից որ չունի, պիտի վերցվի նաև այն, ինչ որ ունի։ Բարձրաշնորհ սրբազան հայրեր, մեծապատիվ պարոն վարչապետ, կառավարության հարգելի ներկայացուցիչներ, պարոն մարզպետ, սիրելի համայնքապետ և շատ սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոսներ։ Նախ գոհություն և փառք եմ վերառակում առաստված, որ Տերը մեզ շնորհ արեց տարեմուտի այս պատարագին, այս սուրբ և խնկաբույր եկեղեցուն իր անունը փառավորելու և ևս մեկ անգամ սուրբ հաղորդությամբ զորանալու և նոր տարին սկսելու ավելի մաքրացած, ավելի զորացած և Տիրոջով օրհնված։ Մեր եկեղեցու սրբազան հայրերը տարեմուտի պատարագին որպես խորհրդատվության նյութ սահմանել են Ղուկասի ավետարանի 19-րդ գլխից այն հատվածը, որը կոչվում է, վերնագրվել է 10 մնասների առակ։ Այդ առակը պատմել է Քրիստոս սիրելիներ։ Եվ Քրիստոս պատմում է, որ մի ազնվական մարդ գնաց հեռու աշխարհ իր թագավորությունը ստանալու։ Եվ նախքան գնալը կանչում է իր ծառաներին, նրանց 10 մնաս է տալիս և ասում է. շահարկեք դրան, մինչև որ գամ։ Եվ երբ իր թագավորությունը ստացած վերադառնում է, նրան մոտենում է առաջին ծառան և ասում է. Տեր, ահա քո մեկ մնասը 10 մնաս բերեց։ Սիրելիներ, մնասը դա դրամի չափման միավոր է։ Այն ժամանակ մեկ մնասը համապատասխանում էր աշխատավոր մարդու 3 ամսվա աշխատավարձի չափսին։ Եվ Տերը գովում է նրան, ասելով. բարի և հավատարիմ ծառա։ Քանի որ քչի մեջ հավատարիմ եղար, ուրեմն քեզ իշխանություն են տալիս 10 քաղաքների վրա։ Մոտենում է երկրորդը և ասում. Տեր, քո մեկ մնասը 5 մնաս բերեց։ Եվ Տերն ասում է. դու էլ իշխանություն ունես 5 քաղաքների վրա։ Եվ ահա գալիս է երրորդ ծառան և ասում է. Տեր, գիտեմ, որ դու մի խստասիրտ մարդ ես, հնձում ես այն, ինչ չես ցանել, վերցնում ես այն, ինչ քոնը չէ, հետևաբար վախեցա քեզանից, և քո մեկ մնասը թաշկինակի մեջ ծրարած պահեցի, մինչև որ վերադառնաս և ահա քոնը տալիս եմ քեզ։ Եվ Տերն ասում է. չար և անհավատարիմ ծառա, հենց քո խոսքերով քեզ պիտի դատեմ։ Գիտես, որ մի մարդ եմ խստասիրտ, վերցնում եմ այն, ինչ իմը չէ, և հնձում եմ այն, ինչ չեմ սերմանում։ Ապա ինչու այն չտարար հումայապողներին տալու, որպեսզի երբ որ ես վերադառնամ տոկոսներով հետ վերցնեմ։ Եվ անմիջապես սպասավորներին հանձնարարում է ասելով. նրանից այդ մեկ մնասը վերցրեք և տվեք նրան, ով 10 ունի։ Սպասավորները շատ զարմացան, ասացին. Տեր, չէ որ նա արդեն 10 ունի։ Եվ Տերն ասաց. ասում եմ ձեզ, թե ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ նրանից որ չունի, պիտի վերցվի և այն, ինչ որ ունի։ Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ, ես ուզում եմ, որ միասին մի քանի կարևորագույն հանգամանքների վրա ձեր ուշադրությունը սեղմենք։ Տերը գովեց այն ծառային, ով մեկ մնասը շահարկելով 10 էր ստացել, որովհետև քչի մեջ հավատարիմ եղավ։
Եվ իրապես Աստված բոլորի շնորհներ է տվել։ Մեկիս երգելու շնորհ, մեկիս Աստծո խոսքը խոսելու շնորհ, մեկին բժշկության շնորհ եւ այսպես շարունակ։ Եվ Տերը մեզանից մեկ ակնկալիք ունի, որպեսզի իր տվածի մեջ հավատարիմ մնալով շահարկենք այն, մեծացնենք, զորացնենք եւ ամենակարևորը հավատարիմ մնանք նրա մեջ, ինչը որ անգամ մենք փոքր ենք։ Եվ եթե փոքրը մեզ տրվեց եւ մենք հավատարիմ չեղանք, ապա ով է մեզ մեծը տալ։ Եվ իրապես սիրելիներ, մեր կյանքում էլ այդպես, երբ որևէ ծառայող կամ աշխատող իր փոքրի մեջ ամբողջությամբ, հավատարմությամբ, մաքրությամբ եւ սրբությամբ ծառայում է, նրան չեն ասում գնա տուն հանգստացիր, լավ ծառայեցիր, կամ լավ քո աշխատանքն արեցիր, այլ ասում են հավատարիմ եւ բարի անձնավորություն։ Քեզ ավելի մեծ պետք է վստահ։ Եվ տեսեք, երկրորդ ծառան երբ եկավ, նույն մեկմնասի փոխարեն 5-ն է շահել։ Բայց Տերը չասաց, որ գիտես, ինչ-որ մեկը 10-ն է շահել, եւ դու թերացել ես քիչը շահելով։ Այլ Աստված գիտի, որ մենք յուրաքանչյուրս տարբեր կարողություններ ունենք, եւ կարևորն այն է, որ մենք մեր կարողության չափով անենք լավագույնս։ Դա է պատճառը, որ գովեց նաեւ երկրորդ ծառան։ Բայց այստեղ ամենակարևոր հանգամանքը եկեք մենք մեր ուշադրությունը սևեռենք դեպի երրորդ ծառան։ Առաջին հայացքից կարծես թե վատ բան չէր արել։ Իրեն հանձնվել էր մեկ վնաս եւ ինքն էլ մեկը տալիս էր Տիրոջը։ Բայց Աստծո մոտ ամեն ինչ այդպես չէ, այլ ճիշտ հակառակն է։ Այդ ամենը մեզ տրված է օգտագործելու, շահարկելու, մեծացնելու եւ ծառայեցնելու համար։ Եվ եթե որևէ մեկը իրեն հանձնվածը, իրեն վստահվածը չի մեծացնում, չի զորացնում եւ վախենալով անորոշությունից ուղղակիորեն ծրանում եւ պահում է, Աստված նմանին ասում է, որ չար եւ անհավատարիմ ծառա։ Որովհետեւ եթե քո ունեցածը չես մեծացնում, ուրեմն դա հավասար է ամբողջը կորցնել։ Սերն էլ այդպես, սիրելիներ, ասում է սերը լուսնի նման է, եթե այն չի մեծանում, ուրեմն փոքրանում։ Եվ իրապես այս ծառան անցավ այդ ճանապարհով, եւ Քրիստոս հստակ կերպով ասում է. նման մարդուց պետք է վերցվի այն, ինչ որ ինքը կարծում է թե ունի։ Սիրելիներ, ինչի համար երրորդ ծառան որևէ կերպով չշահարկեց Տիրոջից իրեն վստահված, որովհետև վախեցավ ամենասարսափելի, ամենավատ հետևանքներով զգացումն է վախը։ Վախը քրիստոնեության հետ կապ չունեցող իրականություն է։ Վախն է, որ կործանում է, վախն է, որ դերահավատության պատճառ է։ Եվ հենց ավետարանում բառացի գրված է. վախեցա քեզանից, դրա համար չշահարկես։ Եվ տեսեք սիրելիներ, հենց այդ վախն է, որ ամեն տեսակի շարժիքների եւ անգործության եւ առաջընթացին խանգարող իրականություն կարող է լինել։ Մանավանդ մեր օրերում, երբ հաճախ սուտը ներկայացվում է որպես ճշմարտություն եւ այդ ամենը քողարկվում է վախի եւ նմանատիպ զգացողության մեջ։ Եվ նայեք սիրելիներ, մի արագ պատմություն կա, պատմվում է, որ
մի մարդ հանցագործության մեջ բռնվեց եւ այդ մարդուն տարան թագավորի մոտ եւ իր հանցանքի համար սահմանվում էր մահապատիժ։ Եվ թագավորը ասում է, ես քեզ քո բախտը ընտրելու հնարավորություն եմ տալիս։ Այստեղ կախաղանն է, իսկ այնտեղ սև, սարսափելի մի դուռ է երկացում։ Դու ընտրիր կախաղանը, թե դուռը։ Եվ այս մարդը մտածում է, եթե ինձ կախաղան անեն, այսքան րոպե հետո ես կմահանամ, բայց ինչ կա այն դռան ետևում, ոչ ոք չգիտի, տանջանք, փորձություններ, վայրի գազաններ, ինչ կա, եւ որոշում ասում է թագավորը, ես ընտրում եմ կախաղանը։ Եվ երբ արդեն կախաղանի պարանը իր պարանոցում էր, նա հարցնում է, ինչ շատ հետաքրքիր է թագավոր, խնդրում եմ ասա, ինչ կա այն դռան ետևում։ Եվ թագավորը ժպտալով ասում է, գիտես, ես բոլորին այդ ընտրության հնարավորությունը տալիս եմ, եւ բոլորն ընտրում են կախաղան։ Բայց ինչ կա այնտեղ, միևնույն է, ես որևէ մեկին չեմ կարող այլևս պատմել դա, խնդրում եմ ասա ինձ։ Եվ թագավորն ասում է, այդ սև եւ վախենալու դռան այն կողմը ազատությունն է։ Հետևաբար սիրելիներ, ուրեմն անորոշության վախը հաղթահարեք ձեր մեջ եւ թող իրապես այդ մեկ մնասը, որ մեզ վստահված է, պատճառ լինի շահարկելու մեկի դիմաց 10, մեկի դիմաց 50 եւ մեկի դիմաց 100 եւ երբ որ կանգնենք Տիրոջ առաջ, Տերը մեզ ասի իմ բարի եւ հավատարիմ ծառա։ Քանի որ անցողի կյանքի մեջ եղար հավատարիմ, ես քեզ տալու եմ հավիտենականը, մաքուրը եւ աստվածային։ Տիրոջ օրհնությունը, սերն ու խաղաղությունը թող լինի բոլորիդ հետ, այժմ եւ միշտ, եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Եվ տուրնես համարձակացայն բարբարով, բանալս վերանսներ, կարգալս ես երկնավոր հայտ և